Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի կառավարության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ինչ է ասել Էրդողանը։ Էրդողանը իր գնահատականը հնչեցրել է կառավարության հերթական նիստի ավարտից հետո նա Իսրայելին է մեղադրել ցեղասպանության մեջ։ Մեջբերեմ նրա խոսքերը։ 75,000 անմեղ Գազայի բնակիչների նկատմամբ հանցագործություն կատարածները փորձում են թաքցնել իրենց վայրագությունը մեր հասցեին տարածվող հերհուրանքների միջոցով։ Ինչպես եւ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ Էրդողանի խոսքերում նույնպես անգամ չի հիշատակվել հայ բառը։ Միաժամանակ Էրդողանը ընդգծում է, որ թուրքերը ոչ թե ցեղասպան են, այլ այն ազգն են, որոնք փրկում էին հոլոկոստի ժամանակ հրեաներին։ Հատկանշական է, որ նույն այդ օրը Թուրքիայի հասցեին խիստ գնահատականներով է հանդես եկել Իսրայելի արտգործնախարար Բենյամին Նետանյահուն։ Նա համեմատել է Թուրքիան եւ Իրանը հաշվի առնելով այդ երկրներից սպառնացող վտանգը։ Եթե Իրանը նա համվանել է ծայրահեղ շիականության վտանգ սպառնալիք, ապա Թուրքիան համեմատել է Իրանի հետ եւ հայտարարել է, որ նույն չափ վտանգ է սպառնում, քանի որ Թուրքիան է համակարգում մահմեդական եղբայրներ սյունիական շարժումը, որը նույն չափ վտանգավոր է, որքան Իրանից սպառնացող վտանգը։ Եվ նաև պնդել է, որ ժամանակն է, որ Էրդողանը մոռանա Օսմանյան կայսրությունը վերականգնելու իր գաղափարների հետ, քանի որ դրան դեմ է հանդես գալու Իսրայելի պաշտպանության բանակը։ Իսրայելի կառավարության նախաձեռնությամբ հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշում պետք է կայացնի նաև խորհրդարանը, երբ Քնեսեթը կքննարկի այս հարցը ու ինչ տեսք է ունենալու քվեարկության դրվող փաստաթուղթը։ Հիմա արդեն պարզ է, որ Քնեսեթը քննարկելու է կամ քվեարկության է դնելու ոչ թե օրենք հայոց ցեղասպանության ճանաչելու մասին, ինչպես ժամանակին օրինակ Ռուսաստանի պետդուման էր ընդունել, այլ բանաձև, ինչպես ցեղասպանությունը ճանաչած խորհրդարանների մեծ մասն է արել։ Այդ բանաձևը պարզապես քաղաքական հռչակագրի տեսք է ունենալու, ամրագրելու է պետության պաշտոնական մոտեցումը, ճանաչելու է ցեղասպանության փաստը, բայց այն պարտադիր չի լինելու պետական ատյանների, օրինակ կրթական համակարգի կամ իրավական համակարգի համար։ Այսինքն ավելի ցածր դեր է խաղալու, քան եթե օրենքի տեսքով լիներ։ Ինչ վերաբերում է ժամանակի, դա շատ կարևոր է, հաշվի առնելով այն, որ 2 շաբաթից Իսրայելի խորհրդարանը մեկնելու է արձակուրդի, նախաձեռնած արտգործնախարար Սաարը կոչ է արել այս գալիք շաբաթվա ընթացքում վերջնական լուծում տալ եւ քվեարկության դնել բանաձևը։ Բայց եթե ընդդիմությունը կամ իշխող կոալիցիայի մեջ մտնող առանձին խմբակցությունները արհեստականորեն ձգձգեն հարցի քննարկումը, չգիտեմ, հավելյալ հարցադրումներ բարձրացնեն կամ դեբատներ սկսեն կամ առաջարկեն, որ հարցի վերաբերյալ եզրակացություններ տան պրոֆիլային կոմիտեները, պարզապես կարող են չհասցնել քննարկել հարցը։ Իսկ այստեղ պետք է հաշվի առնենք մի շատ կարևոր հանգամանք։ Ոչ ուշ քան հոկտեմբերին Իսրայելում նոր խորհրդարանական ընտրություններ են լինելու։ Այսինքն, եթե Իսրայելի կառավարության վրա դիվանագիտական ճնշումը ավելանա, չի բացառվում, որ հենց կառավարությունը նախաձեռնի հետաձգումը այս հարցի, որպեսզի վերջնական լուծում տրվի արդեն նոր գալիք խորհրդարանում։ Իսկ դա նոր հարցերի առիթ կդառնա։ Արտյոմ, իսկ կա արդյոք հավանականություն, որ Քնեսեթը չի ընդունի այս բանաձևը, եթե հարցի քննարկումը թողեն ընտրություններից հետո։ Դե տես, կարևոր է ընդգծել, որ ընդդիմության առաջնորդները անգամ ավելի խիստ դիրքորոշում ունեն Թուրքիայի նկատմամբ։ Մասնավորապես խորհրդարանական ընդդիմության առաջնորդ համարվող Յայիր Լապիդը, ով Էշ Ադիդ կուսակցության առաջնորդն է, ժամանակին 18 թվականին ինքն էր նախաձեռնել հայոց ցեղասպանության ճանաչումը ենթադրող բանաձևը Քնեսեթում եւ այն ժամանակ բանաձևը տապալել էին հենց ներկայիս վարչապետի կուսակիցները։ Այսինքն, եթե հարցը մտնի օրակարգ, վստահ եմ ես, որ Լապիդը իր կողմնակիցների հետ
կողմ է արտահայտվելու։ Սկզբունքորեն կողմ է նաև ընդդիմության մեկ այլ առաջնորդ, նախկին վարչապետ Նավտալի Բենետը, նա նույնպես ժամանակին բաց տեքստով արտահայտվել է ցեղասպանության ճանաչման օգտին։ Ձախակողմյան ֆլանգը ներկայացնող Մերեց եւ Ավոդա կուսակցությունները ել ավելի արմատական դիրքորոշում ունեն ցեղասպանությունը ճանաչելու հարցում։ Բայց կան նաև բազմաթիվ փոքր կուսակցություններ, որոնց մի մասը այժմ իշխող կոալիցիայում է, մի մասը ընդդիմությունում, եւ ահա այդ կուսակցություններից է շատ բան կախված լինելու։ Ներկայիս իշխող կոալիցիայի մեջ մտնող մանր կրոնական կուսակցությունները կարծես թե դեմ չեն ցեղասպանության ճանաչմանը։ Սակայն եթե ձևավորվի նոր կոալիցիա, անկախ նրանից ով այն կձևավորի, ներկայիս իշխանությունը թե ներկայիս ընդդիմությունը, ահա այդ փոքր կուսակցություններից է շատ բան կախված լինելու։ Բանն այն է, որ Իսրայելում չափազանց ցածր է էլեկտորալ շեմը եւ շատ են կուսակցությունները, որոնք լինելու են իշխող կոալիցիայում։ Եվ չի բացառվում, որ այդ դասավորվածությունը փոխվի, խախտվի եւ ինչ որ բանի հետևանքով այս հարցի վերաբերյալ այս խնդիրը նույնպես վտանգված լինի։ Դա է պատճառը, որ չափազանց կարևոր է, որ հարցը Քնեսետում հասցնեն քննարկել եւ քվեարկել դեռ այս գումարման խորհրդարանի լիազորությունների օրոք։ Շնորհակալություն, Արտյոմ։